Ստեղից հետևում է եւս մի փաստ, որ եթե թեորեմ այս թեորեմը, որ եթե ան եւ b-ն կամայական այսպիսի քառակուսի մատրիցներ են, ապա det AB-ն հավասար է det A, det B։ Դետերմինանտների մատրիցների արտադրյալի դետերմինանտը հավասար է նրանց դետերմինանտների արտադրյալին։ Սա նույնպես դուք առաջի կուրսից գիտեք, չգիտեմ ապացույցով եք անցել թե ոչ, բայց տեսեք, այս մեր տեխնիկայով, մեր զարգացած տեխնիկայով տարրական մատրիցների սա լուծվում է մի քայլում։ Ինչու՞։ Տեսեք, համաձայն եք, որ ցանկացած տարրական մատրիցի համար ինքը հակադարձելի է։ Իր հակադարձը նույնպես տարրական մատրից է եւ իր հակադարձի դետերմինանտը հավասար է իր դետերմինանտի հակադարձին։ Ինչու է սա այդպես։ Սա ունեք, եթե մեր մատրիցը առաջի տիպի տարրական մատրիցա, ապա իր հակադարձը հենց ինչին է հավասար, դետերմինանտն -1-ին է հավասար։ Այսինքն այս տողը ուղղակի ասում է, որ -1-ը հավասար է -1-ի։ Եթե ինքը երրորդ տիպի տարրական մատրիցա, ապա ինքն էլ իր հակադարձներ եռանկյունի մատրից են, նրանց դետերմինանտները սենց տենց 1 են։ Այստեղ գրած է 1-ը հավասար է 1։ Իսկ ինքը, եթե երկրորդ տիպի տարրական մատրից, այսինքն անկյունագծի վրա 1-երը մի հատ c կա։ Իր դետերմինանտը հավասար է c, այսինքն այստեղ a-ի վրա գրած է c-1։ Բայց ձախի վրա ինչա գրած։ Եթե մեր են 1-եր էին անկյունագծի վրա գրած մի հատ c, ապա իր հակադարձ մատրիցը կլինի էլի 1-եր անկյունագծի վրա գրած c-1։ Դե ուրեմն նրա դետերմինանտը կլինի c-1, այսինքն այստեղ գրած է c-1 աստիճան հավասար է c-1 աստիճան։ Սա դյուրին է հասկանալ։ Եթե այդպես է, ապա այս վերևի, այս մի քիչ առաջ ստացված այս սրանից մենք ինչ կարող ենք ստանանք։ Կարող ենք այստեղի այս յուրաքանչյուր -1-ը, այստեղ այս յուրաքանչյուր -1-ը, այս -1-երը փակագծի նշանից այս փակագծից դուրս բերենք։ Այստեղ գրած է լինի դեր E1-ի ամբողջ -1 աստիճան։ Սա ստացվում է det A-ն հավասար է S արտադրյալին, ցանկության դեպքում է սրանք կարելի է դրսից գրել, ինչպես տեսանք։ Այստեղ ինչ ստացանք, det A-ն հավասար է այս ամբողջ պատմությանը։ Ինչ կարելի է ասել AB-ի մասին։ AB-ն, քանի որ այստեղից A-ն ինչի է հավասար, ինքը հավասար է այս բոլոր տարրական մատրիցների հակառակ հաշտականությամբ գրած բացվածքած RF-այով, չէ։ Այդ դեպքում մեր այս AB-ն կարելի է գրել ինչ, այս հակադարձերն են, բազմապատկած այն վերևի ասած RF-ան, մի հատ բազմապատկած կողքից B-ն։ Սա էլ մատրիցների ասոցիատիվության շնորհիվ կարող եմ սենց տեսքով արտագրել E1 -1, YT -1, անգամ վերջում այս RF-ան B-ի հետ բազմապատկած, այսքանը միասին բազմապատկած։ Եթե այդպես է, ինչա հավասար այս AB-ի դետերմինանտը։ Քանի որ AB-ն այս տեսք ունի, նրա դետերմինանտը այս մի քիչ առաջվա այս լեմմայի շնորհիվ, այս լեմման կրկին մի քանի անգամ կիրառելով, մենք ստանում ենք, որ այս սրա դետերմինանտը հավասար է հեշտով այս տարրական մատրիցների դետերմինանտների արտադրյալներին, անգամ det RF-AB։ Հիմա եկեք համեմատենք այս մեր ստացած երկու հավասարությունները։ Ուրեմն մենք նախ ստացանք det A-ն հավասար է այսքանին, det YT -1 det RF-A, իսկ det AB-ն հավասար է այսքանի։ Ինչով են տարբերում այս գրառումները, տեսեք, այս սկզբի մասերը այստեղ եւ այստեղ դրիվ տառացիորեն նույնն են, ինչ կարելի է ասել այս վերջի մասերի մասին, այստեղ գրած է det RF-A, այստեղ գրած է det RF
AB։ Միայն այս օչի փաստորեն B-ն է ստեղ ավելացված, չէ՞։ Հիմա երկու դեպք դիտարկենք։ Եթե ան հակադարձելի է, այդ դեպքում հակադարձելի մատրիցի RF-ը ինչի է հավասար։ Այն ըստ այն թեորեմի, որ մի քիչ առաջ հիշատակեցի, 6 կետանի, հակադարձելի մատրիցի RF-ը հավասար է I-ին, այսինքն ստեղ սա այս B-ն պարզապես պետք է փոխարինել I-ով, ջնջել ու ստեղ գրած է աջ եւ ձախ մասերը տառացիորեն իրար հավասար կլինեն, ուրեմն ձախ մասերն էլ հավասար կլինեն։ Դետերմինանտը B-ի դետերմինանտը կլինի 1, ամեն ինչը տեղի կլինի։ Իսկ եթե անհակադարձելի չէ, ըստ մի քիչ առաջ ապացուցած հետևանքի իր դետերմինանտը պարտավոր է 0 լինել։ Դետերմինանտը 0 է, այսինքն այս det AB-ն, det A, det B-ն 0 է։ Մյուս կողմից, եթե այն դեպքում, երբ որ անհակադարձելի չէ, նրա վերջի տողը 0-ական է։ Վերջի տողը 0-ական է, նշանակում է այս մասի դետերմինանտը 0 է։ Սա 0 է, նշանակում է սա էլ է 0։ Դե այսքանը 0 է, այսքանը 0 է, միմյանց դարձել հավասար են։ Այսինքն անկախ այն բանից անհակադարձելի է թե ոչ, մենք ունենք այս երկու արտադրիչների հավասարությունը։ Ահա, եկեք անցնենք առաջ, ու ստեղից ստանանք այս հետևյալ շատ դյուրին հետևանքը։ Եթե անհակադարձելի է, ապա նրա հակադարձի դետերմինանտը հավասար է իր դետերմինանտի հակադարձին։ Մի քիչ առաջ մենք սա գիտեինք միայն տարրական մատրիցների համար, տեսնում ենք, որ սա ցանկացած մատրիցների համար է ճիշտ։ Ինչու է ճիշտ, որտեղ եթե անհակադարձելի է, ինք ունի հակադարձ A-1։ Անգամ A-1-ը միավորին պիտի հավասար լինի։ Ըստ այս մի քիչ առաջ հիշատակված ըստ այս կարևոր թեորեմի, եթե այս թեորեմի դետերմինանտը այսքանը, բազմապատկված դետերմինանտ այսքան, պիտի հավասար լինի դետերմինանտ այսքան։ Դետերմինանտ I-ն ստեղ աչքի վրա գրած իհարկե 1 է, այսքանը դետերմինանտ det A-ն է, դերում սա պիտի նրա հակադարձը։ Եթե սրա դետերմինանտը 7 է, ստեղ էլ 1 է, ուրեմն այսքանը պարտավոր է հավասար լինել 1/7։ Հիշենք նաև այս կանոնը։ Խնդրում եմ նայեք ահա այս օրինակները։ Հիմա տեսեք, ստեղից եւս մի հատկություն կարելի է դուրս բերել շատ հեշտությամբ, որ էլի ձեզ ծանոթ է առաջի կուրսից, բայց մենք ստեղ ապացույցով դուրս բերենք, որտեղ ըստ էության ապացույցը առած վերջացած է։ Ցանկացած A-մատրիցի համար A-մատրիցի եւ իր տրանսպոնացված մատրիցի դետերմինանտները միմյանց հավասար են։ Det A-ն հավասար det A։ Ինչու՞։ Տեսեք, մի քիչ առաջ այս թեորեմի ապացույցի մեջ մենք նկատեցինք, որ an հավասար է այս հավասարությունն ունեցանք, մի քանի տող վերևում։ Հիմա հիշում եք, որ այսպիսի փաստ մենք ունենք, որ եթե mn-ը երկու հատ մատրից են, m անգամ n-ի տրանսպոնացվածը հավասար է n-ի տրանսպոնացված անգամ m-ի տրանսպոնացված։ Այսինքն բոլորը տրանսպոնացված եւ հակառակ հերթականությամբ գրած։ Ուրեմն a-ի տրանսպոնացվածը ինչ կլինի։ A-ի տրանսպոնացվածը կլինի այս բոլոր մատրիցները հերթով գրած, տրանսպոնացված հակառակ հերթականությամբ գրած։ Հիմա տեսնենք ինչի են այս սրանք միմյանց իրար հավասար։ Տեսեք, այստեղ գրած է տարրական մատրիցի հակադարձ, այստեղ գրած է նույն տարրական մատրիցի տրանսպոնացվածի հակադարձ։ Տարրական մատրիցները յուրաքանչյուրը հələ մտածենք հեշտ է նկատել, ինքնուրույն ստուգեք, որ եթե տրանսպոնացնում ենք, դրանից իր դետերմինանտը ընդհանրապես չի փոխվում։ Հետևաբար այս դետերմինանտը, այս սրա դետերմինանտը, քանի դետերմինանտը սրան է հավասար, այսքանի դետերմինանտը սրան է հավասար, նշանակում է այսքան կտորի, այսքան հատվածի դետերմինանտն էլ հավասար է այսքան հատվածի դետերմինանտի։ Մեզ մնում է միայն ցույց տալ, որ այս դետերմինանտն էլ հավասար է այս դետերմինանտին։ Դե արդեն
կարծում եմ ոմանք արդեն նկատել են։ Ինչու՞, երեք դարձյալ երկու դեպք դիտարկենք։ Եթե անհակադարձելի է եւ հակադարձելի չի։ Եթե հակադարձելի է, այս RRF an դա ուղղակի միավոր մատրիցն է։ Միավոր մատրիցի դետերմինանտը 1 է, բայց հիմա ստեղ էլ գրած է միավոր մատրիցի հակադարձը, տրանսպոնացվածը։ Տրանսպոնացվածի դետերմինանտը ինչ կլինի։ Տրանսպոնացված էլի ինքն է դետերմինանտ 1 հավասար է 1։ Այսինքն սրանք իրար հավասար են։ Վերջի դեպքը, երբ որ an հակադարձելի չէ։ Եթե ինքը հակադարձելի չէ, ապա իր այս RRF տեսքում, ինչպես մի քիչ առաջ վերևում ասենք, վերջի տողը անպայման զրոյական է։ Եթե վերջի տողը անպայման զրոյական է, ուրեմն ինքը զրոյական է։ Եթե այդպես է, իր տրանսպոնացվածում էլ վերջի սյունն է զրոյական, կամ էլ այսպես ավելի հեշտ կարելի ասել, RRF տեսքը դա նաև եռանկյունի տեսք է։ Եռանկյունի տեսք է, որտեղ եթե սրա վերջի տողը զրոյական է, եռանկյունի տեսք է, որտեղ ամենավերջի տարը անպայման 0 է։ Ուրեմն այսքան աճ մասի դետերմինանտը 0 է։ Իսկ սա ինչ է։ Սա էլ ստորին եռանկյունի մատրիցա տալիս, որտեղ էլի վերջի տարը դիագոնալի վրա 0 է, ուրեմն սա էլ է 0։ Ստացանք ուրեմն երկու դեպք է մնում, կամ սա ու սա միաժամանակ 1 են ու իրար հավասար են, կամ սա ու սա միաժամանակ 0 են ու իրար հավասար են։ Ինչը եւ ապացուցում է լեմմայի վերջը։ Եվ ստեղից այսպեսի մի հատ հետևանք կարելի է բխեցնել, նայեք, ինչ հետևանք է։ Եթե մենք գիտեինք, որ սա դուք առաջի կուրսից գիտեք, բայց այստեղ մի հատ էլ է բխում։ Եթե մատրիցի այն տարական հատկությունները, որ կային, նրանք տեղի ունենան, եթե մենք իմանանք նրանք միայն տողերի համար, կբխեցնենք նաև սյուների համար։ Այսինքն, եթե մի հատ տողը մենք գիտեինք, որ եթե տողը բազմապատկում ենք c-ով, ապա դետերմինանտն էլ է c-ով բազմապատկում։ Ինչ կլինի, եթե սյունը բազմապատկենք c-ով։ Ինչի է դեպքում դետերմինանտը կբազմապատկվի c-ով։ Նայեք, վերցնենք մեր մատրիցը, տրանսպոնացնենք։ Տրանսպոնացումից հետո տողերը կդառնան սյուներ եւ սյուները կդառնան տողեր։ Հիմա այն սյունը, որ պիտի c-ով բազմապատկենք, հիմա դառել է տող։ Այստեղ այս տողը բազմապատկենք c-ով։ Դետերմինանտը 7-ով բազմապատկվեց, c-ով բազմապատկվեց։ Հիմա հետ պատտացնենք, մի հատ է տրանսպոնացնենք, դետերմինանտը չփոխվեց ըստ նախորդ հատկության։ Բայց արդեն իր ինչ որ տող, ինչ որ սյուն c-ով է բազմապատկվել։ Ստացվեց իսկապես c-ով բազմապատկվելուց սյունը մատրիցը բազմապատկվում է c-ով։ Այս բոլոր հատկությունները են, բոլոր մի քիչ առաջ թվարկած հատկությունների անալոգները, որ այդ հատկությունները թվարկեցինք մենք տողերի համար, դրանց անալոգները տեղի ունի նաև սյուների համար։ Ահա, այսինքն այս մեր գլխում, այս դասընթացի այս մասում հետաքրքիր էր այս նոր մի քիչ առաջ դիտարկված գլուխը, որտեղ մատրիցային դետերմինանտների տարբեր հատկությունները բխեցվում էին տարական մատրիցների հատկություններից եւ RRF-ից։